Բարի ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր կենթանի ենք, առողջ ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սորել իրենից իր ճշմարտությունը։ Թող Աստված օրհնի մեզ, իր Սուրբ Հոգին թափի մեր վրա, որ մենք կարողանանք ճիշտ հասկանալ այն, ինչ որ ուսումնասիրում ենք եւ նաեւ իրագործենք այն մեր կյանքում Հիսուսի շնորհքով։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյա ուսումնասիրում ենք աճել Աստծո հետ հարաբերություններում եւ այսօրվա դասը արդեն 3-րդն է, կոչվում է հպարտություն ընդդեմ խոնարհության։ Հիշելու համար է Ղուկաս 14:11, որտեղ ամեն ոք, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհեցվի, իսկ ով իր անձը խոնարհեցնում է, կբարձրացվի։ Մենք բոլորս ճանաչել ենք եսասեր մարդկանց, որ կարծում են, թե երբեք չեն սխալվում։ Կամ գուցե ճանաչում ենք այնպիսի մեկին, որ ուզում է վերահսկել ամեն ինչ, որ երբեք բաց չէ հորդորների կամ կառուցողական քննադատության համար։ Կամ մեկին, ով մշտապես վիճաբանությունների մեջ է կամ վարպետ է ուրիշներին նվաստացնելու գործում։ Սովորաբար մեր միտքն անմիջապես դեպի ուրիշներն է ուղղվում, բայց իրական հարցը հետևյալն է. իսկ ինչ կասենք մեզ այն յուրաքանչյուրի մասին։ Մատնացույց անելով ուրիշներին եւ ժխտելով հպարտությունը մեր սեփական կյանքում, մենք խաբում ենք ինքներս մեզ։ Մենք բոլորս պայքարել ենք հպարտության դեմ, բոլորս էլ ապրել ենք ահեր, երբ ցանկացել ենք ավելի լավը երևալ, ավելի լավ արվել, խոսել կամ թվալ, քան շրջապատի մարդիկ, քանի որ հավատում ենք, որ մենք ավելի լավն ենք, գոնե ինչ որ առումներով։ Ինչ որ մեկը մի անգամ ասել է, որ հպարտությունը ծնվում է մեր կյանքի արժեքը ցույց տալու ցանկությունից, սակայն մենք արդեն պետք է իմանանք, որ մեր կյանքն արժեք ունի, քանի որ արարված ենք Աստծո կողմից եւ մենք այն էակներն ենք, որոնց համար մահացավ Քրիստոսը։ Այսօր մենք ուսումնասիրենք, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հպարտությունը Աստծո եւ ուրիշների հետ մեր հարաբերությունների վրա եւ կդիտարկենք, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը խոնարհության մասին ուրիշների եւ իհարկե Աստծո առաջ։ Հպարտություն։ Երբ մտածում ես այս բառի մասին, կարող ես պատկերացնել հպարտ քաղաքական գործիչ, հարուստ, հայտնի մարդ կամ սիրամարգ։ Հպարտությունը զգացողություն է այն մասին, որ դու ավելի կարևոր ես կամ ավելի լավն ես, քան մյուս մարդիկ։ Իսկապես հպարտությունը այնպիսի զգացողություն է, այնպիսի մի բան, որին չի կարելի եւ չպետք է ապավինել։ Իրականում հպարտությունը այնպիսի բան է, որին չի կարելի եւ չպետք է ապավինել։ Հպարտությունը սկսվեց Արուսյակից, ծածկողքերով բեից, որը ծառայությամբ ավելի մոտ էր Աստծուն։ Մենք չգիտենք երբ կամ ինչպես այդ եսասիրական մտքերը սողոսկեցին նրա սիրտը, բայց գիտենք, որ այդ մտքերը տիեզերքը նետեցին այն բանի մեջ, ինչը մենք ճանաչում ենք որպես մեծ պայքար։ Մենք տեսնում ենք, որ Սատանան Աստծո հակապատկերն է։ Արդյունքում մեր աշխարհը պայքարում է մեղքի հետևանքների դեմ այն պահից ի վեր, երբ Սատանան կասկած սերմանեց Ադամի ու Եվայի մտքում եւ գայթակղեց, որ իրենք իրենց վստահեն ու սիրեն Աստծուց առավել։ Առաջին Հովհաննես 2-րդ գլուխ 15-ից 17 համարները կարդանք։ Մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ կա։ Հովհաննես 3:16 ասում է. Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր որդուն տվեց, որպեսզի մարդիկ փրկվեն։ Ամեն հավատացողը Հիսուսին փրկվի, բայց այստեղ ասում է մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ կա, եւ եթե մենք առանձնացնենք այս համարը, սխալ կհասկանանք, բայց 16 համարը բացատրում է, թե դա ինչ է նշանակում, ինչ նկատի ունի Հովհաննես այստեղ։ Եթե մեկը սիրում է աշխարհը, հորսերը նրա մեջ չի, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն, որ հորից չէ, այլ այս աշխարհից։ Այսինքն, իրականում Հովհաննեսը ասում է, որ մի սիրեք մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունը, որ այս աշխարհում կա։ Ոչ թե մարդկանց մի սիրեք։
Թե այս աշխարհն է անցնում, թե ցանկությունը, իսկ ով կատարում Աստծո կամքը մնում է հավիտյան։ Այսինքն այս աշխարհը միրաժի պես մի բան է, որ այսօր կա, վաղը չկա, բայց գոյությունն է հավիտենական կյանք եւ մենք հնարավորություն ունենք ապրել հավիտենական կյանքով Աստծո հետ միասին։ Կարող է հպարտությունը երբևէ դրական լինել, թերևս ոչ այն համատեքստում, որով մենք ճանաչում ենք այն։ Թեև կարող ենք դրական առումով օգտագործել այդ բառը, երբ խոսում ենք մարդու ձեռքբերումների մասին կամ գնահատում ինչ-որ մեկի արածը, ես այնքան հպարտ եմ քեզնով։ Կարևոր է հասկանալ, որ գերազանցության ձգտելը եւ Աստծո տված շնորհներն ու կարողություններն ընդունելն ու գնահատելը պարտադիր չէ, որ հպարտություն լինի։ Սուրբ գրքի համաձայն կա ճիշտ ինքնասիրություն։ Մարկոս 12:31 համարում Հիսուսը ասում է. Եվ երկրորդը նման է սրան, դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես։ Չկա ուրիշ պատվիրանալու մեծ, քան սրանք։ Այսինքն չպետք է հպարտությունը շփոթենք ինքնասիրության հետ կամ եսասիրության հետ։ Ուրեմն այս համարում Հիսուսը հորդորում է ուրիշներին սիրել այնպես, ինչպես սիրում ենք ինքներս մեզ, բայց սա միշտ անշահախնդիր սեր է։ Մարդիկ հպարտ չեն նաև այն դեպքում, երբ Աստծո ներկայությունն ունեն իրենց կյանքում, նաև նպատակային ուղղվածություն։ Ա Տիմոթեոս 3:1 Հավաստի այն խոսքը, թե ով եպիսկոպոսության է ձգտում է բարի գործի, այսինքն թե ձգտում է իրոք, որպեսզի մարդկանց ծառայի, այլ ոչ թե ուղղակի, որ դիրք ունենա։ Մարդիկ հպարտ են, երբ չեն փառաբանում Աստծուն այն բանի համար, ինչ նա անում է իրենց կյանքում։ Այսինքն ոչ թե պետք է հպարտանալ քեզանով, քո ձեռքբերումներով, այլ Աստծով, որովհետև ամեն բարի պարգևը նրանից է։ Նա է բոլոր պարգևները տվել մեզ եւ նա է արժանի փառքի այդ բոլորի համար։ Այսինքն մեղքը ոչ թե նրանում է, որ մենք ձգտում ենք եւ հասնում ենք ինչ-որ բաների, այլ նրանում, որ այդ բոլորը վերագրում ենք մեզ, այլ ոչ թե Աստծո շնորհքին։ Մենք պետք է զգույշ լինենք եւ հիշենք, որ մեր ունեցվածքը, կարողություններն ու ձեռքբերումները չեն որոշում մեր արժեքը։ Ընդհակառակը մեր արժեքը միշտ պետք է գա Աստծուց, քանի որ այն ամենը, ինչ մենք ունենք, նույնիսկ այն, ինչը մեզ գայթակղում է հպարտության, բոլոր դեպքերում գալիս է միայն նրանից։ Սա այն կետն է, որը մենք երբեք չպետք է մոռանանք։ Ամեն ինչի մեջ, ամեն ինչի համար մենք պիտի փառաբանենք Աստծուն, այլ ոչ թե մեզ։ Երկու մարդ գնում են եկեղեցի աղոթելու։ Նրանցից մեկը հարգված ծառայող է, որ ծառայությունից առաջ կանում է առջևում ժողովրդի աչքի առաջ, որպեսզի տեսնեն իրեն, նա բարձրաձայն աղոթում է շնորհակալություն հայտնելով Աստծուն իր պատկերացրած բարության համար։ Այսինքն իբր թե ինքը լավն է։ Մյուսը, որ հասարակության ցածր խավից է, կանում է եկեղեցու ամենավերջին մասում, նրա աչքերը մշուշված են արցունքներից իր մեղքերի ծանր բեռան պատճառով, ծնկի գալով տաճարի ամենահեռավոր անկյունում, նա հուսահատ շշնջում է. Խնդրում եմ Տեր, ողորմիր ինձ մեղավորիս։ Սա Ղուկաս, կարդանք Ղուկաս 18:9-14 համարները։ Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են եւ արհամարում էին ուրիշ շատերին։ Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանելու, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցիները եւ սադուկեցիները միասին Սինեդրիոնում շատը իրենք էին եւ իրենք էին ղեկավարում երկիրը, այսինքն ղեկավարների շարքում էին։ Եվ ուրեմն ծառայում էին տաճարում շատերը։ Փարիսեցին կանած էր մեկուսի եւ ինքն իրեն այս աղոթքն էր ասում. Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները եւ կամ ինչպես այս մաքսավորը։ Այս շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում եւ 10-րդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից։ Հետաքրքիր, որ ինքը հիշատակում է իր լավ բաներից, կարծես թե միայն սա, որ ծոմ է պահում եւ տալիս է ամբողջ 10-րդը։
Հետաքրքիր, որ ինքը ասում է ես հափշտակող չեմ, անիրավ չեմ, շնացող չեմ, բայց Հիսուսը երբ որ մտավ տաճարի բակը, շուռ տվեց այդ բոլոր սեղանները, որ իրենք տաճարի բակը սարքել էին շուկա այդ ղեկավարող անձինք, որոնք փարիսեցիներ եւ սադուկեցիներ էին, եւ խաբում էին մարդկանց։ Ինչ ձևով մարդը բերում էր իր ոչխարը, որը իրոք անարատ էր, բայց իրենք իբր թե կեղտ էին գտնում, ասում են, չէ, էսի անարատ չի, մեր մոտից պիտի առնես, եթե մեր մոտից չառնես, Աստված չի ընդունի քո զոհաբերությունը, եւ մի քանի անգամ ավել էին ծախում այդ ոչխարը։ Այսինքն դա ինչ է։ Հափշտակություն չէ, գրփել չէ, եւ անիրավություն չէ, եւ հիշենք Սիմոն Փարիսեցուն, որը երբ որ Մարիամը եղել էր երիտասարդ, այդ ժամանակ բռնաբարել էր այդ խեղճ աղջկան։ Այսինքն, բայց ինքը այնքան բարձր էր մտածում իր մասին, որտեղ փարիսեցի էր։ Փարիսեցությունը հենց մեծամտության հոմանիշ է։ Այսինքն փարիսեցիները մտածում են, որ իրանք շատ սուրբ են, եւ մտածում է, որ ինքը այս մաքսավորից լավն է, որտեղ մաքսավորը, գիտենք, մաքսավորները երբ որ հարկերը հավաքում էին, ավել էին ուզում, քան թե որ պիտի ուզեին։ Բայց իրականում նրանք երկուսն էլ հավասար էին իրենց մեղքի մեջ, որտեղ սա էր հափշտակում անիրավ եւ մաքսավորն էլ։ Բայց սրանք կույր էին, չէին տեսնում իրենց մեղքը, բայց մաքսավորը տեսնում էր։ Իսկ մաքսավորը կանած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում Աստված ների ինձ մեղավորիս։ Ասում եմ ձեզ, սա է չավիշտուն արդարացած, ոչ թե մյուսը, ոչ թե փարիսեցին։ Հիսուսն է սա ասում։ Որովհետեւ ով որ բարձրացնում է իր անձը, այսինքն ով որ մտածում է թե ինքը սուրբ է, լավն է, բարձր է մյուսներից, կխոնարհվի։ Եվ ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի։ Մեզ համար շատ հեշտ է մեծարել ինքներս մեզ, երբեմն դա դառնում է երկրորդ բնավորություն։ Մենք սիրում ենք ուրիշներին տեղյակ պահել մեր ձեռքբերումների մասին եւ թե որքան լավն ենք մենք։ Կան չէ ընկերուհիներ կամ ընկերներ հավաքվում են եւ մեկը մեկին հերթ չի տալի, ասում ա գլուխ են գովում իրար հետևից։ Ես ասենց, ես նենց, ես ասենց, եսի նենց։ Եվ կարծում են, թե իրանք հասել են արդեն գագաթնակետին, դա մեծամտություն է։ Եվ իրար գովում են, թե իրքան լավ են իրենք։ Իսկ իրար չեն գովում, ամեն մեկը իրեն է գովում։ Բայց այս բաներն ինքնին երկնքի աչքում ոչ մի տարբերություն չեն ստեղծում մեր հեղինակության համար։ Իրականում դա հակառակն է այն բանի, ինչ մենք մտածում ենք։ Ղուկաս 8:14, որտեղ ամեն ոք ով ինքն իրեն բարձրացնում է, այսինքն շատ մեծ կարծիքի է իր մասին, կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է, կբարձրացվի։ Հիսուսը նաև խորհուրդ է տալիս զբաղեցնել ամենացածր տեղը եւ թողնել, որ տանտերը բարձրացնի քեզ, եթե ինքն է այդպես ցանկանում։ Ղուկաս 14:8 համարից։ Նրանց ասաց, երբ մեկը քեզ հարսանիքի կամ հրավերքի կանչի, առաջին տեղը մի նստիր, գուցե քեզնից ավելի պատվական մեկը նրա կողմից կանչված լինի եւ քեզ ու նրան կանչողը գա ու քեզ ասի սրան տեղ տուր։ Այսինքն դու գնա հետ, սա պիտի առաջը նստի։ Եվ ապա սկսես ամոթով վերջին տեղը գրավել։ Այլ երբ հրավիրվես, գնա բազմիր վերջին տեղը, որպեսզի երբ քեզ կանչողը գա եւ քեզ ասի բարեկամ, ավելի վեր մոտեցիր, այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու կփառավորվես։ Իսկ պատիվ կլինի քեզ։ Որտեվ նա ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, եւ նա ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա։ Այս գլխիվայր շրջված թագավորությունը, որ սովորեցնում է Հիսուսը, հակառակն է այն բանի, ինչ մենք ենք ակնկալում։ Քրիստոսը կարող է փրկել միայն նրան, ով գիտակցում է իր մեղավոր լինելը, Էլեն Ուայթ Քրիստոսի առակն։ Այսինքն, եթե հիվանդ է, բայց ասում է, չէ, ես առողջ եմ, եւ չի ուզում ոչ մի դեղամիջոց ընդունել,
եւ նկատի չունեմ միայն քիմիական դեղեր։ Դեղամիջոց շատ բան կարելի լինի, ընդհանուր մինչև մարզանք անելը եւ մաքրոտ շնչելը եւ այլն։ Բայց այս մարդը ասում է, չէ, ես հիվանդ չէ։ Եվ չի ուզում ոչ մի դեղ ընդունի։ Պարզա, որ հիվանդությունը իր մեջ կզարգանա, բայց այն մեկը, որ հասկանում է, որ ինքը հիվանդ է եւ ընդունում է համապատասխան դեղամիջոցները, սկսում է լավանալ։ Նախ մեր իրական մեղավոր վիճակը եւ Քրիստոսի հանդեպ մեր հուսահատ կարիքը գիտակցելով մենք կարող ենք նրա մոտ գալ այն վստահության, որ եթե մեր մեղքերը խոստովանենք, ինչպես ասում է Հովհաննես 1:9, նա հավատարիմ է ու արդար մեր մեղքերը ներելու եւ մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Երբեք մենք խոստովանում մեր մեղքերը։ Աստծուն պիտի խոստովանենք եւ այն մարդուն, ում դեմ մեղք են գործել։ Ոչ թե քահանաների։ Եվ երբ է Աստված ներում եւ բժշկում, երբ որ ասում է դու գիտակցում ես եւ ներողություն ես խնդրում։ Եվ իհարկե զղջում ես արածիդ համար։ Որքան մոտենում ենք Քրիստոսին, այնքան ավելի են գիտակցում մեր մեղավորությունն ու անարժանությունը։ Այսինքն որ դեպքում մենք կարող ենք գիտակցել այն, երբ որ մոտենում ենք Հիսուսին, այլ ոչ թե երբ որ հեռանում ենք։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, ինքն իրեն ճշմարտապես ճանաչելու միայն մեկ ճանապարհ կա, մենք պետք է նայենք Քրիստոսին, նրան չճանաչելն է, որ մարդկանց այդքան բարձրացնում է սեփական արդարության մեջ։ Ոչ թե նայենք մեր հարևաններին, մեր Facebook-յան ընկերներին, մեր, չգիտեմ, այն մյուս ընկերներին, մեր հարազատներին, սրան, նրան, ես սրանից բարձր եմ, ես սրանից ցածր եմ, ոչ մեկն էլ ոչ մեկից ոչ բարձր է, ոչ էլ ցածր է։ Եթե մենք նայենք Հիսուսին, մենք կհասկանանք իսկական արժեքը մարդու։ Մենք կհասկանանք, թե որքան ցածր ենք մենք Հիսուսի կերպարից, այն կերպարից, որը ամենաբարձրն է, որը մեր օրինակը պիտի լինի։ Այսպիսով ինչ է մտածում Աստված հպարտների մասին, Պետրոս 5:5։ Նույնպես եւ դուք երիտասարդներ հնազանդ եկեղեցիներին բոլորդ միմյանց հանդեպ խոնարհություն ունեցեք, բոլորդ միմյանց հանդեպ խոնարհություն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ։ Այսինքն Աստված մեծամիտներին ամբարտավաններին չի սիրում։ Եվ այս համարը պարզաբանում է, որ Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Ավելի պարզ հնարավոր չէ արտահայտվել։ Եգիպտական պալատի մեծ սրահները հպարտանում էին իրենց շքեղությամբ, ակնահաճո տեսքով եւ հարմարավետությամբ։ Գործ Առաքելոց 7:22 Մովսեսը կրթվեց եգիպտացիների ողջ իմաստությամբ եւ զորավոր էր իր խոսքերով ու գործերով։ Իշխանություն, հարստություն, ճանաչում այս ամենը հասանելի էր նրան, բայց Մովսեսը մի անգամ այլ ուղի ընտրեց։ Էլեն Ուայթը Նահապետների եւ Մարգարեների գրքում գրում է. որպես պատմաբան, բանաստեղծ, իմաստասեր, բանակների զորավար եւ օրենսդիր, նա իրեն հավասարը չուներ։ Սակայն իր արժեվ ունենալով աշխարհը, նա ուներ բարոյական ուժ մերժելու հարստության, մեծության ու փառքի գայթակղիչ հեռանկարները, նախընտրելով Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե միաժամանակ մեղսավոր վայելքներ ունենալը։ Եբրայեցիներ 11:24-26 համարներում, 24-ից 26 համարներում ասում է. Հավատով է, որ Մովսեսը երբ մեծացավ, մերժեց փարավոնի դստեր որդի կոչվել։ Նա խնդրեց չարչարվել Աստծո ժողովրդի հետ, քան միաժամանակ մեղապարտ հաճույքներ վայելել։ Կարևոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատությունը, որովհետև աչքերը հառած վարձատրության էր սպասում։ Հավատով թողեց Եգիպտոսը եւ չէր վախենում թագավորի ցասումից, քանզի համբերեց, որպես թե անտեսանալի էր տեսնում։ Մովսեսի վաղ շրջանի խոնարհությունն ուշագրավ է, հաշվի առնելով նրա ազդեցությունն ու ծագումը, սակայն իր բռնկուն բնավորության արդյունքում նա մեղք գործեց, այսինքն Եգիպտացուն որ սպանեց, կորցնելով ինքնավստահություն ու ինքնաբավությունը։ Լեռները դարձան նրա դասասենյակի պատերը, այսինքն ինքը ստիպված էր փախչել, որ իրան չբռնեին դատեին, որտեղ ինքը եգիպտացու էր սպանել եւ ինքը գնաց Մադիամի լեռները եւ այդ
այնտեղ 40 տարի ապրեց եւ այդ 40 տարվա մեջ հպարտությունը ջախջախվեց եւ այդ տարիների ընթացքում Աստված Մովսեսին սովորեցրեց այն, ինչ պետք է իմանար ազգը ստրկությունից դուրս բերելու եւ ավետյաց երկիր տանելու համար։ Եգիպտոսում մեկ այլ կյանք ունենալու ուժն ու հարստությունը կորցրին իրենց կարևորությունը, երբ Մովսեսը մտածեց հավերժության մասին։ Աստված շատ առանձնահատուկ ձևով էր կանչել նրան եւ Մովսեսը հետևեց նրան։ Այս թեմայի լույսի ներքո թերևս ամենակարևոր համարը Թվեր 12:3-ն է։ Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից շատ ավելի հեզ մարդ էր։ Մովսեսը Աստվածաշնչի մեծ նահապետներից մեկը հայտնի է իր խոնարհությամբ ու հեզությամբ։ Ինչպես ինքը խոնարհվեց ու հեզացավ, ինչպես ինքը թողեց իր մեծամտությունը, այդ 40 տարին ապրելով լեռների բնության մեջ եւ հասկանալով, որ ինքը ընդամենը մի հասարակ մարդ է եւ այդ ամբողջ եսասիրությունը, այդ ամբողջ հպարտությունը իր մեջից մաքրվեց, երբ ինքը պահում էր այդ ոչխարներին, որտեղ ինքը այդքան բարձրությունից իջավ եւ դառավ չոբան, բայց չոբան եղած ժամանակ, հովիվ եղած ժամանակ նա սովորեց այն, ինչը չէր կարող սովորել Եգիպտոսում հարստության եւ ճոխության մեջ։ Ինքը սովորեց հեզ լինել։ Մտածեք, թե որքան տարբեր կլիներ նրա կյանքն ու առաջնորդությունը, եթե հպարտությունը սողոսկեր այս մեծ իրադարձությունների յուրաքանչյուրի մեջ, երբ որ Աստված իրեն երևաց այրվող թփի մեջ, Եգիպտոսի պատուհասների ժամանակ, Կարմիր ծովի անցման ժամանակ, երբ որ մանանան թափվեց երկնքից, Աստծո նրա հետ անմիջական շփման ժամանակ, 10 պատվիրանները ստանալու եւ Աստծո խոսքերը լսելու ժամանակ։ Եվ իհարկե հետո ինքը երբ որ դեպրեսիայի մեջ իր քույրը Մարիամը մահացել էր, ինքը հպարտացավ, մեղանչեց եւ ասեց. «Ինչ է ջուր տան քեզ, այսինքն Աստված պիտի տար»։ Եվ Աստված չասեց, որ խփի ժայռին, նա խփեց եւ այնպես ձևացրեց, իբր թե ինքն է ջուրը տալի, բայց իրական Աստված էր տալի։ Եվ Աստված նրան ասեց. «Դրա համար դու չես մտնի խոստացված երկիր»։ Նա շատ խնդրեց Աստծուն, բայց Աստված ասեց. «Չէ, չես մտնի», եւ նա անազանվեց Աստծուն, որտեղ հեզու խոնար մարդ էր։ Բայց հետո 3 օր հետո Աստված իրեն հարություն տվեց եւ տարավ ավելի լավ տեղ, տարավ երկինք, այնտեղ որտեղ Աստված է ապրում։ Այդքան շատ է Աստծո սերը իրեն սիրողների հանդեպ։ Պատկերացրեք, որ դուք Հիսուսի աշակերտն եք, դուք ճամփորդում եք նրա հետ, ուտում նրա հետ, քնում նրա կողքին եւ սովորում նրանից, մինչ նա փոխակերպում է անթիվ կյանքեր, այդ թվում ձերը։ Մարդիկ ոգևորությամբ հետևում են նրան եւ դուք գիտակցում եք, թե որքան բացառիկ բան է, որ նա ընտրել է հենց ձեզ, որ լինեք 12 ամենամտերիմ աշակերտներից մեկը։ Այնուհետև սկսում եք զարմանքով մտածել, իսկապես ով է մեծը բոլոր աշակերտների մեջ։ Ղուկաս 22-24-ից 27 համարները։ Եվ նրանց մեջ հակաճառություն առաջացավ, այսինքն աշակերտների մեջ, թե իրենցից ով պիտի մեծ համարվի։ Եվ նա նրանց ասաց. ազգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդների վրա, եւ նրանք, որ իշխում են նրանց վրա, բարերարներ են կոչվում։ Բայց դուք այդպես չլինեք, այլ ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը ինչպես սպասավորը։ Ով է մեծ, սեղանստողը թե սպասավորը։ Չէ որ սեղանստողը, բայց ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր։ Այսինքն այսօր էլ Պրեզիդենտները, ղեկավարները փոխարենը լինեն սպասավոր ժողովրդին, որտեղ ժողովուրդը իբր թե ընտրել է նրանց, որ իրենց սպասարկեն, իրենց ծառայեն, բայց իրենք ում են սպասարկում հարուստների շահերին։ Իրենք ոչ թե սովորական ժողովրդի շահերն են պաշտպանում, այլ հարուստների շահերն են պաշտպանում եւ շատ հանգիստ ձևով երիտասարդ մարդկանց ուղարկում են մահվան հարուստների շահերի համար։ Կարելի է մտածել, որ Հիսուսի հետ այդքան ժամանակ մոտիկ ապրելուց հետո նման վեճը պետք է որ վերջին բանը լիներ, որ կանցներ նրանց մտքով, որտեղ իրենք ամեն օր տեսնում են Հիսուսի հեզությունը ու խոնարհությունը։ Բայց այդպես չեղավ։ Փոխանակ գոհ լինելու իրենց կանչվածությունից թույլ տվեցին, որ հպարտությունը այնքան բարձրանա իրենց սրտում, որ յուրաքանչյուրն իրեն լավը համարի մյուսներից։ Հեշտ է թույլ տալ, որ նման մտքերը տիրեն մեր սրտին։
բայց մեզ ասվում է, որ ոչինչ այնքան վիրավորական չէ Աստծո համար, կամ այնքան վտանգավոր մարդկային հոգու համար, որքան հպարտությունը ու ինքնագոհությունը։ Բոլոր մեղքերից սա ամենից անհույս ու անբուժելին է։ Դա քաղցկեղի պես է։ Այսպես է գրել Էլեն Ուայթը Քրիստոսի առակներ գրքում։ Սա շատ լուրջ է մեզ համար։ Մեր հպարտությունն ավելի շատ է վիրավորում Աստծուն, քան որևէ այլ բան։ Եվ դա բնավորության այն գիծն է, որը դժվար է հաղթարել, քանի որ հաճախ չենք տեսնում նրան այնպիսին, ինչպիսին կա իրականում։ Մեր ինքնահավանության վիճակում նախընտրում ենք զերծ մնալ ինքնավերլուծությունից, որտեղ հպարտությունն իսկապես թագավորում է մեր սրտերում, ինչպես Հիսուս ասեց. կույրերի առաջնորդեր։ Այո, դուք կույրեր եք եւ կույրերի առաջնորդեր։ Այսինքն այն մարդը, որ իրականում չի տեսնում իր վիճակը, ինչպիսի վիճակում որ փարիսեցիներն էին, գտնվում, որտեղ իրանք վառ օրինակ են հպարտության եւ ինքնաբավարարման եւ ինքնագոհության։ Դրանք հոգերապես կույր մարդիկ են։ Մենք պետք է կանգ առնենք, ինքներս մեզ ախտորոշենք եւ խնդրենք, որ Աստված բացի մեր աչքերը, տեսնելու մեր իրական վիճակը, քանի որ հպարտությունը կարող է լինել հիմնական գործոնը, որն այսօր խանգարում է Աստծո հետ մտերիմ հարաբերություն ունենալու։ Եվ շատ անգամ փափուկ մեծացած մարդիկ են, որ այդպիսին են մեծանում, որտեղ ամեն մարդ էլ այդ ինքնագոհությունը իր մեջ ունի եւ մարդը մեղավոր է եւ մեղքը հենց սկսում է դրանից, ինքնագոհությունից, հպարտությունից։ Բայց կան մարդիկ, որ մանկությունից արդեն շատ դժվարությունների մեջով են անցել եւ բավականին ավելի խոնար են, քան թե մյուսները, բայց չի նշանակում, որ նրանք լրիվ կատարյալ ազատ են հպարտությունից եւ գոռոզությունից եւ ինքնագոհությունից։ Ոչ։ Մեկի մեջ կարող է 1% լինի, մեկի մեջ 10%, մեկի մեջ 50%, մեկի մեջ 100%, բայց այդ 1%-ն էլ որ մնա մեզ խանգարելու է, աճելու է եւ ինչպես դրոժը, որ դնում են հացի մեջ, հաճասում է դրոժը մեղքի խորհրդանիշն է Աստվածաշնչում։ Եվ նույն ձևի այդ 1%-անոց մեղքը կաճի, եթե մենք չհաղթարնենք նույնիսկ այդ 1%-ը։ Կարդանք Ղուկասի, նոր կարդացինք 22:27 համարը, որ Հիսուսը ասում է. ով է մեծ, սեղանսողը թե սպասավորը, չէ որ սեղանսողը, բայց ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր։ Հակառակ աշակերտների մյուսներից գերազանց լինելու բացահայտ ցանկության, մենք տեսնում ենք Հիսուսին որպես խոնարհության գերագույն օրինակի։ Հիսուսն էր, որ ասաց, բայց ես ձեր մեջ սպասավորի պես եմ։ Հիսուսն էր, որ ամեն օր ողորմություն էր դրսևորում իր շուրջը գտնվող կարիքավորների հանդեպ, քանի որ լի էր կարեկցանքով եւ մարդկանց նայում էր որպես հովիվ չունեցող ոչխարների։ Նա գիտեր, որ մարդիկ իր կարիքն անհամեմատ ավելի շատ ունեն, քան որևէ այլ բանի, թեև քչերն էին գիտակցում այս պարզ ճշմարտությունը։ Հիսուսն էր, որը զոհաբերեց դրախտը, որպեսզի մահանա մարդկային ցեղի համար հույս ունենալով, որ նրանք կհասկանան իր ողորմության գործողություն ու կարձագանքեն իր հետ հարաբերություն ունենալու հրավերին։ Այսինքն Հիսուսը, որ ստեղծիչն էր ամբողջ տիեզերքի, որ ղեկավարում էր ամբողջ տիեզերքը, նա համաձայնեց դառնալ հասարակ մի մարդ, սպասավորի դիրքով, ծնվեց ամենախոնար պայմաններում, նույնիսկ սովորական տան մեջ ծնվեց, այլ գոմում ծնվեց եւ ապրեց ամենախոնար պայմաններում, այսինքն լրիվ հակառակն է լինում։ Այն մարդիկ, որոնք իրականում ոչինչ իրենցից չեն ներկայացնում։ Ամեն մարդ, եթե ինչ-որ բան է, նա Աստծուց է եւ Աստծուն պիտի փառք տա դրա համար, այսինքն Աստծուց է ամեն ինչը։ Բայց մարդը, որ չի գիտակցում դա, իրեն բարձրացնում է, սարքում է Աստված, ուզում է, որ իրեն պաշտեն, ուզում է, ինչ է այսօր աշխարհում կատարվում։ Բայց այն
անձը այն էակը, որ միայն արժանի է պաշտամունքի, հարգանքի եւ ամեն մեր հիացմունքի, նա համաձայնվեց այդ ամեն ինչը թողի եւ հանուն մեր փրկության եկավ, ցածրացավ, թույլ տվեց, որ իր երեսին թքեն, թույլ տվեց, որ իրեն խաչեն, տանջեն, սպանեն, միայն թե մեզ փրկի։ Ֆիլիպպեցիներ 2-րդ գլուխ 3-ից 8 համարներ։ Մի արեք որևէ բան հակառակությամբ, ոգով ոչ էլ որևէ բան սնապարտությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին ավելի լավ համարեք, քան ինքներդ ձեզ։ Միայն այս համարը հերիք է, որ եկեղեցուն տիրի խոնարհություն։ Ասում է մեկը մյուսից խոնարհությամբ մեկը մյուսին ավելի լավ համարեք, քան ինքներդ ձեզ։ Պատկերացնում եք, եթե ամեն մեկը իր դիմացին ավելի լավ համարի, քան թե ինքը։ Դա կլինի արդեն դրախտի պես, երբ որ մարդիկ հարգում ու սիրում են իրար, այլ ոչ թե ուտում են իրար, եւ ուզում են ապացուցեն, թե ինքը ավելի բարձր է, քան թե մյուսը։ Հիսուսի թափած արյան շնորհիվ բոլորը մեղքի մեջ հավասար են Աստծուն։ Չկա բարձր եւ ցածր, բայց մարդիկ չեն կարողանում դա հասկանալ։ Միայն ձեր շահը մի փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք ընկերոջ շահն է։ Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծո կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց, ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն, նազան լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահվան խաչի վրա, այսքան խայտարակ մահվան։ Իսկ մենք մեղավոր մարդիկ լինելով ինչ ենք անում, այս ինչը սենց ասեց, այս ինչը սենց արեց, այն ինչը նենց արեց եւ այլն։ Հիսուսն ամեն ինչ արեց, նա ամեն ինչ իր վրա վերցրեց։ Երբ մենք բավականաչափ երկար կանգ ենք առնում նրան ճշմարտապես ու մաքուր տեսնելու համար, չենք կարող չգիտակցել մեր անմաքրությունը, մեր պղծությունը եւ նրա հանդեպ ուզած կարիքը։ Երբ մենք նայում ենք նրան, մնացած ամեն ինչ, հատկապես մենք եւ մեր սեփական ենթադրվող մեծությունը, խամրում է որպես լիակատար ոչնչություն։ Ով է Հիսուսը, ինչ է նա արել եւ որքան է սիրում իր ստեղծած էակներին, դառնում է առաջնային եւ կենտրոնական։ Ես անկասկած կանհետանա, երբ մենք նայենք նրան։ Հիսուս, ինչ գեղեցիկ ու հզոր անուն։ Նա խոնարհության մարմնացումն է, երբ մեր բաց սրտերը ճանաչում են նրան, երբ հասկանում ենք, թե նա ինչ է արել մեզ համար եւ երբ թույլ ենք տալիս, որ նրա կյանքի խոսքերը թափանցեն մեր մտքերը, մենք գիտացում ենք, թե իրական որքան հպարտ ու խեղճ ենք մենք։ Ինչպես Լավիկյան եկեղեցուն ասում, չգիտես որ թշպառ ես, աղքատ։ Եթե նրա սեփական աշակերտները, որ ապրել ու սովորել են նրանից, պայքարել են հպարտության դեմ, մենք չենք կարող խաբել ինքներս մեզ, որ որևէ կերպ տարբեր ենք նրանցից։ Ի վերջո, մենք կարող ենք աճել Հիսուսի հետ մեր հարաբերությունները միայն այն ժամանակ, երբ խոնարհ ենք։ Հպարտ մարդը երբեք չի աճում, նա միայն դեգրադացիա է ապրում, որը ինքը ցավոք չի նկատում։ Կարդանք Էլեն Ուայթի Քրիստոսի առակներից։ Որքան մոտենում ենք Հիսուսին եւ որքան ավելի հստակ ենք տեսնում նրա բնավորության մաքրությունը, այնքան ավելի հստակ ենք ընկալում մեղքի չափազանց մեղսալիությունը եւ այնքան ավելի քիչ ենք ինքներս մեզ բարձրացնելու ցանկությունը զգում։ Նրանք, որոնց երկինքը ճանաչում է որպես սուրբեր, վերջինն են, որ բարձրանում են իրենց առաքինությամբ։ Այսինքն քանի հատ մարդ է այսօր այդքան լուրջ ուսումնասիրում Հիսուսի կյանքը, այդքան լուրջ նայում Հիսուսին։ Ոչ շատերը։ Եվ այն մարդիկ, ովքեր երկնքի կողմից համարվում են սուրբ, իրանք երբեք իրենց սուրբ չեն համարում։ Եվ վերջում կարդանք դարերի փափագից Էլեն Ուայթի, պատվից առաջ գալիս է խոնարհությունը։ Մարդկանց արչև եւ նաեւ առակներին չի ասում, որ կործանումից առաջ գալիս է հպարտությունը, բայց պատվից առաջ գալիս է խոնարհությունը։ Մարդկանց Արչև բարձր դիրք զբաղեցնելու համար երկինքն ընտրում է այն աշխատողին, որ ինչպես Հովհաննես Մկրտիչը Աստծո արչև ցածր դիրք է ընդունում։ Աստծո գործում ամենաարդյունավետը երեխայի պես միամիտ ու անկեղծ աշակերտն է։ Երկնային իմաստությունը կարող է համագործակցել նրա հետ, ով ձգտում է ոչ թե ինքն իրեն բարձրացնել, այլ հոգիներ փրկել։
Երբ մարդիկ բարձրացնում ու մեծարում են իրենց, զգալով, որ անհրաժեշտ են Աստծո մեծ ծրագրի հաջողության համար, Տերը նրանց մի կողմ է դնում։ Այն մարդիկ, ովքեր ասում են Աստծո գործ առանձինց առաջ չի գնա, չարաչար սխալվում են։ Հիսուսի աշակերտների համար բավարար չէր միայն սովորել նրա արքայության վարդապետությունը, այն ինչի կարիքն ունեին սրտի վերափոխումն էր, որը պետք է ներդաշնակեր արքայության սկզբունքներին։ Փոքրիկ երեխայի պարզությունը, ինքնամոռացություն ու վստահ սերն այն հատկանիշներն են, որ գնահատում է երկինքը։ Սրանք են իրական մեծության բնութագրերը։ Անկեղծ ապաշխարող հոգին թանկ է Աստծո համար։ Նա իր կնիքը դնում է մարդկանց վրա ոչ թե նրանց դիրքի, հարստության կամ մտավոր հզորության համաձայն, այլ Քրիստոսի հետ նրանց միաբանության համաձայն։ Էլեն Ուայթ Դարերի փափագ։ Մի անգամ եւս կարդանք. Աստված իր կնիքը դնում է մարդկանց վրա ոչ թե նրանց դիրքի, հարստության կամ մտավոր հզորության համար, այլ Քրիստոսի հետ նրանց միաբանության համար։ Ուրեմն մեր ձգտումը գալիք օրերին պետք է սա լինի, որ մենք ձգտենք միաբան լինել Հիսուսի հետ, որ մենք լինենք Հովանես Մկրտչի պես, որ ասեց, ես պիտի փոքրանամ, նա պիտի մեծանա, այսինքն Հիսուսը պիտի մեծանա։ Պետք է ունենանք փոքրիկ երեխայի պարզություն, ինքնամոռացություն ու վստահ սերը։ Թող Աստված մեզ օրհնի այս գործում եւ օգնի մեզ, որ ստանանք այդ բոլոր միջոցները իրեն հետ մտերմանալու եւ իրեն նմանվելու համար։ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։